Ճիշտ եք համարում այս փուլում Անկարան մեկնելը հաշվի առնելով, որ Իրանից հայտարարություններ են հնչում Թուրքիայի եւ Պաղեստինի կապի մասին։ Ամեն դեպքում չի հետքվել, որ Իրանի պաշտոնական Թեհրանից այդպիսի ամեն դեպքում իրենց բանում տարեկատվություն կա, որ Թուրքիային կապում են Իսրայելի հետ, այսինքն այս ամեն ինչը նաև թուրքական հետք է տեսնում։ Մերձավոր արևելյան աշխարհաքաղաքականությունը լրիվ խառնեցին։ Թուրքիան աջակցում է Պաղեստինին, Թուրքիան քննադատել է, դատապարտել է Իսրայելի գործողությունները, վերջին գործողությունները եւ նաեւ գործողությունները Գազայում, Իրանը եւս գիտեք, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները, ոչ միայն դատապարտում, այլ նաեւ շատ։ Ես ճիշտ ասած այդ հարցին ամենասկզբում եմ ճեպազրույցի անդրադարձել, այդ մասով որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Մի հարց է, ինչ որ փուլում տարբեր կերպով գրակոչները ադրբեջանական դադարեցին, սա իհարկե շատ լավ է, բայց ուզում եմ հասկանալ ինչու ձեր գնահատման պատճառներն ինչ են, որևէ պայմանավորվածություն կա դրա արդյունքը։ Շատ լավ է, որ դադարել է, բայց պատճառները պետք է հասկանալ։ Ես չեմ կարող ադրբեջանական կողմի մոտիվները փաստարկել, բայց նաև գիտեք, որ մենք բազմիցս Հայաստանի կառավարությունը ասել է, որ այդ գրակոչների հետ կապված, նաև այն մեղադրանքների թե իբր Հայաստանն է գրակում, ինչը միշտ իրականությանը չի համապատասխանում, պետք է համատեղ մեխանիզմ ստեղծվի քննության եւ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական։ Իսկ թե ձեր հարցին պատասխան, ես այդ մոտիվները չեմ ցանկանա, չեմ կարող փաստարկել։ Չէ, բայց կա անընդհատ կոմունիկացիա եւ դիվանագիտական խողովակներով աշխատանք, որ պետք է վերջ տալ հակամարտությանը եւ հակամարտությունից բխող բոլոր նեգատիվ հանգամանքներում, այդ թվում եւ փոխհրաձգություններին այս պահին վերջին շրջանում հրձակվելու առաջիկայում որևէ մակարդակով հանդիպում նախատեսվում է հայ-ադրբեջանական այս պահին ես չունեմ որևէ շնորհակալ